Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, հարկաստով որ մենք այսօր էլ կենթանի ենք առողջին եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից իր ճշմարտությունը, թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի Սուրբ Հոգին լինի մեզ հետ, սորեցնի մեզ ճշմարտությունը եւ Հիսուսի շնորհքով իրականացնենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի։ Փառք Որդուն Սուրբ Հոգուն այժմ մեր եւ հավիտյան դայել։ Ամեն։ Այս երրորդ եռամսյակում մենք ուսումնասիրում ենք մի գիրք, մի թեմա, որ կոչվում է Պողոս Արաքյալի առաջին եւ երկրորդ ուղերձների Կորինթացիներին, եւ այսօր երկրորդ դասն է, որը կոչվում է Խաչի պատգամը։ Հիշելու համարն է առաջին Կորինթացիս, առաջին գլուխ 18 համար։ Քանզի Խաչի քարոզը հորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն է։ Հռոմեացի հեթանոս գրող եւ ռետոր Ցիցերոնը Հռոմեացի ժողովրդին ասել էր, որ Խաչի որպես պատժի միջոցի գաղափարը հեռու պահեն իրենց մտքից։ Թեև Ցիցերոնը մահացել է Հիսուսի ծնունդից մոտ կես դար առաջ, նրա հետարությունը պատկերում է այն արհամարանքը, որով հռոմեացիները վերաբերվում էին Խաչին։ Դա այնքան վատ երևույթ էր համարվում, որ նրանք չպետք է անգամ մտածեին դրա մասին։ Ի հակադրություն սրա Պողոսը գրում էր. Խաչի քարոզությունը Աստծո զորություն է։ Ա Կորինթացիս 1:18։ Պողոսի համար խաչը Աստծո եւ մարդու միջև հաշտության գործիքն է։ Եփեսացիս 2:16։ Ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծո հետ, քանզի թշնամություն սպանեց իր խաչով։ Թշնամություն ում հանդեպ? Աստծո հանդեպ։ Աստված թշնամություն չի տածում մեր հանդեպ։ Այդ մարդիկ են, որ թշնամություն են անում Աստծո հանդեպ։ Ինչ է թշնամություն Աստծո հանդեպ? Մեղքը։ Երբ որ Աստված տվել է երջանկության կանոնները, իր օրենքը, եւ ասում է իր ստեղծած արարածներին, որ եթե ուզում են երջանիկ լինեն, թող ապրեն այդ օրենքներով, եւ մարդը ասում է չէ, լսում է սատանայի հերյուրանքներին, եւ դա ինչ է նշանակում, որ ինքը թշնամություն է անում Աստծուն, բայց այդ թշնամությունը առաջինը ճիշտ է տխրացնում է Աստծուն, բայց առաջինը վնասում է հենց իրեն մարդուն։ Մարդը զբաղված է ինքնաոչացմամբ, եթե ինքը թշնամություն է անում Աստծո հետ, որտեղ Աստված է կյանքի աղբյուրը, կյանքի առողջության բոլոր լավ բաների աղբյուրը։ Կողոսացիներ 1:20-ում ասում է. Որովհետև աստվածության լրիվ ամբողջությունը նրա մեջ հաճեց բնակվել։ Հիսուսի խոնարհության գերագույն խորհրդանիշն է, այսինքն Խաչի քարոզությունը Հիսուսի խոնարհության գերագույն խորհրդանիշն է եւ այն վայրը, որտեղ վճարվեց մեր հսկայական պարտքը։ Կորինթացիս 2:14։ Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուր հակ, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից եւ մեղեց խաչապայտին։ Ինչ է նշանակում պարտամուր հակ? Երբ որ մեկին պարտք ես, երբ որ մարդիկ այս համարը կարդում են եւ ասում են, սա նշանակում է, որ Աստծո օրենքն է խաչված խաչապայտին, մեծապես սխալվում է, որտեղ պարտամուր հակ նշանակում է, որ մեկին պարտք ես։ Ինչ պարտք է? Օրենքը։ Այստեղ խոսքը վերաբերում է մեր մեղքերին, որ մենք անձամբ վճարենք մեր մեղքի համար, բայց Հիսուսը վճարեց։ Այսինքն մեր մեղքերը խաչվեցին այդ խաչի վրա, ոչ թե Աստծո օրենքը։ Նորի ասել ենք, նորից կրկնենք, եթե Աստծո օրենքը հնարավոր է վերացնել,
ապա պետք չէ լինի, որ Հիսուսը խաչին խաչվեր։ Էլ ինչի համար խաչվեր, որտեղ մեղքը դա անօրենությունն է։ Եվ եթե օրենքը վերացվել է, ուրեմն չկա անօրենություն, ուրեմն պետք չի, որ Հիսուսը մահանա։ Բայց Հիսուսը մահացավ հենց այդ պատճառով, որտեղ օրենքը սուրբ է եւ երբեք չի վերացել։ Եվ օրինախախտը մեղք է գործում։ Ուրեմն մեր հսկայական պարտքը վճարվեց խաչի վրա։ Խաչը Պողոսի պատասխանն է Կորինթոսում առկա հիմնախնդիրներին։ Պետք չէ շատ խորանալ կորինթացիներին ուղված առաջին թղթի մեջ, հասկանալով համար, որ նա չափազանց մտահոգված է մի կարևոր հարցով եկեղեցու բաժանումներով։ Պողոսը այնքան շփոթված է, որ ողջույնի խոսքից ու գոհաբանության բաժնից անմիջապես հետո սա առաջին թեման է, որին նա անդրադառնում է։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք խաչի զորեղ պատգամը որպես պատասխան այս եւ Կորինթոսի մյուս խնդիրներին։ Եվ իհարկե այսօրվա քրիստոնեական եկեղեցու խնդիրներին։ Պողոսը ասում է, որ խաչի պատգամը Աստծո զորությունն է մեզ համար։ Եվ զարմանալի չէ, որ բացի Հիսուս Քրիստոսից խաչվածից ուրիշ կենտրոն չկա նրա քարոզչության մեջ, ինչպես ինքն է արտահայտվում Ա Կորինթացից 2-րդ գլխի 2-րդ համարում։ Կարդանք Ա Կորինթացիների ուղղված նամակի առաջին գլխի 17-ից 31 համարները։ Կարծում եմ այստեղ սխալ են տվել, երևի առաջին համարից պիտի կարդամ, ոչ թե 17։ Պողոսը Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը լինելու կոչվածը եւ Սոսթենես եղբայրը Աստծո այդ եկեղեցուն, որ Կորինթոսում է, Քրիստոս Հիսուսին նվիրվածներիդ, սուրբ լինելու կանչվածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամենտեղ պաշտում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տերն է։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Ամեն ժամ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ձեզ համար եւ Աստծո շնորհների համար, որ տրված են ձեզ Հիսուս Քրիստոսով։ Որովհետեւ ամեն բանի մեջ դուք նրանով հարստացաք ամեն խոսքով եւ ամենայն գիտությամբ, ինչպես որ Աստծո վկայությունն իսկ հաստատվեց ձեր մեջ։ Դուք պակաս չլինեք եւ ոչ մի շնորհից սпасելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։ Նա, որ հաստատ կպահի ձեզ մինչև վախճանը անարատ, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու օրը, ով կպահի անարատ Հիսուս Քրիստոսը։ Հավատարիմ է Աստված, որից կանչվեցիք հաղորդակից լինելու նրա որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, աղաչում եմ ձեզ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսք ունենաք եւ ձեր մեջ բաժանումներ չլինեն, քանզի հաստատ եք նույն մտքի եւ նույն մտածման մեջ։ Ինչ այստեղ նկատի ունի Պողոս առաքյալը, ասում նույն խոսք ունենա։ Նույն խոսքը, այսինքն նույն Աստծո խոսքը, որ ոչ ոք չշեղվի Աստծո խոսքից։ Աստծո խոսքից շեղվելու պատճառով է, որ այսօր այսքան բաժանումներ են եկեղեցիներում եւ այսքան ճյուղեր կա քրիստոնեական եկեղեցիներում, որտեղ մարդիկ սխալ են մեկնաբանում Աստծո խոսքը եւ շեղվում են Աստծո խոսքից։ Եվ դրա համար բաժանումներ է լինում։ Եղբայրներ, ձեր մասին քղվեի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ։ Եվ արդ ասում եմ ձեզնից յուրաքանչյուրին ասում եմ, ես Պողոսյանն եմ, եւ մյուսը թե ես Ապողոսյանն եմ, եւ մյուսը թե ես Կեփասյան, մյուսը թե ես Քրիստոսյան։ Իսկ արդ միթե բաժանված է Քրիստոս։ Միթե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի անունով մկրտվեցի։ Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն Քրիստոսին եւ Գայուսին, որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով եք մկրտվել,
Ստեփանոսի ընտանիքն էր մկրտեցի, չգիտեմ ամենևին ուրիշ մեկին, որ մկրտած լինեմ, քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ոչ թե խոսքերի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի։ Այս հատվածում Պողոսն անդրադառնում է մարդկային հիմարության և աստվածային իմաստության հակադրությանը։ Խաչն ունի այնպիսի զորություն, որը բացահայտում է մարդու վատթարագույն կողմերը և Աստծո լավագույն հատկանիշները։ Այսինքն այն համարները, որ մենք կարդացինք, ինչ է ցույց տալի, որ Կորինթոս եկեղեցում կար բաժանում, խմբեր էին առաջացել։ Մեկը ասում էր ես Պողոսի կողմնակիցն եմ, մեկը ասում էր ես Ապողոսի կողմնակիցն եմ, մյուսները երրորդի անուն էին տալի։ Եվ Պողոսն ասեց. «Էս ինչ վեճեր եք անում, միթե ես Պողոսս եմ խաչվել ձեր համար, թե Քրիստոսը»։ Այսինքն եկեղեցու անդամը պիտի լինի միայն քրիստոսյան, ոչ Պողոսյան, ոչ այլ մարդկանց կամ այսօրվա եկեղեցում հնարավոր է որ մի խումբը համախմբի մյուսի հետ, այն մի խումբը մեկ ուրիշի հետ, բայց եկեղեցու համախմբումը պետք է լինի միայն Քրիստոսի շուրջ, միայն Աստծո խոսքի շուրջ։ Եվ դա մտահոգում էր Պողոսին շատ, որ մարդիկ շեղվել էին, խումբեր էին կազմել։ Կարդանք նաև շարունակությունը Կորինթացիս առաջին գլխի 17 համարից։ Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանալու, ոչ թե խոսքերի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի, որտեղ կորիստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն, իսկ մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն, քանի որ գրված է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարեմ»։ Ուր է իմաստունը, ուր է բնակետը, ուր է այս աշխարհի քննողը, չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը, քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ։ Աստված էլ հաճեց փրկել հավատացյալներին այդ քարոզության հիմարությամբ, իսկ որովհետև հրեաները նշան են հայցում և հեթանոսների իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների։ Բայց նրանց համար, որ կանչված են հրեաներ թե հեթանոսներ, Քրիստոս Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունն է, որտեղ Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը։ Իրա որ եղբայրներ, ձեր իսկ կոչումին նայեցեք, ըստ մարմնի ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ են և ոչ շատ ազնվականներ կանչվեցին, բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, շակերտների մեջ հիմարներին։ Այսինքն ովքեր կրթություն չունեն կամ բարձրագույն ծագում չունեն, բարձր ծագում չունեն, որպեսզի ամաչեցնի իմաստուններին, և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին, և Աստված աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարվածներին և ոչիչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ, որտև նրանով դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ, որը եղավ մեզ համար Աստծուց եղած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն, որպեսզի ինչպես գրվածն էլ է. նա ով պարծենում է, թող պարծենա Տիրոջով։ Շատ կիրթ և տոհմիկ մարդիկ են եղել և որ ընդունել են Քրիստոսին որպես իրենց փրկիչ, և իրենք պարծեցել են ոչ թե իրանց գրագիտությամբ, ոչ թե իրենց կրթությամբ,
ոչ թե իրենց խելքով, իրենց իմաստությունով, իրենց տոհմիկ լինելով, իրենց բարձր ծագումով, այլ բարձեցել են Հիսուս Քրիստոսով, որտեղ հասկացել են, որ այդ ամենը, ինչ որ իրանք ունեն, այդ ամենի աղբյուրը Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն այս հատվածում Պողոս անդրադառնում է մարդկային հիմարության եւ աստվածային իմաստության հակադրությանը։ Խաչը ունի այնպիսի զորություն, որը բացահայտում է մարդու վատթարագույն կողմերը եւ Աստծո լավագույն հատկանիշները։ Քանի որ Քրիստոսի խաչը չպետք է զրկվի իր զորությունից, խաչի պատգամը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի մեր քարոզչության մեջ։ Պողոսը ասում է, որ ինքն ուղարկվել է ոչ թե մկրտելու, այլ խաչի ավետարանը քարոզելու։ Այս հայտարարությունը պահանջում է երկու կարևոր դիտարկում։ Նախ, հունարեն բայը, որ թարգմանվում է ուղարկել, ապոստելո է, որ ունի նույն արմատ, ինչ առաքյալ բառը։ Այդպես է նաև հայերենում առաքյալ բառն առաջացել է առաքել բայից ծանոթ։ Այսպիսով, Պողոսի առաքելական գլխավոր խնդիրը ավետարանի հռչակումն էր։ Երկրորդ, մկրտության մասին Պողոսի խոսքերը չէին նշանակում, թե մկրտությունը կարևոր չէր, կամ պակաս կարևոր էր, կամ քան քարոզչությունը։ Ընդհակառակը, նա հանդիմանում էր նրանց, ովքեր չափազանց մեծ նշանակություն էին տալիս նրան, թե ով է կատարում մկրտությունը, փոխանակենտրոնանալու այն մեկի Հիսուսի վրա, ում անունով նրանք մկրտվել էին։ Այսինքն չի կարելի մարդուն սարքել կուրկ եւ պաշտել, ինչա որ ինքը քեզ մկրտել է։ Խոսքի իմաստություն ասելով Պողոսը նկատի չունի, թե պերճախոս ելույթներն ինքնին վատն են։ Հարցն այն է, որ մարդկային իմաստությունը չպետք է մթագնի խաչի պատգամը։ Մարդիկ այսօր այնպիսի քարոզներ են կարդում, այնքան օլոլա բալոլա բաներ են ասում, որ մարդկանց մոտ խառնաշփոթ է առաջանում, փոխանակ պարզ հասկանան Հիսուսի մասին պատգամը։ Ուրեմն այս արտահայտությունը վերաբերում է հունա-հռոմեական հռետորաբանությանը, Աթենքում Պողոսն օգտագործեց տրամաբանություն, գիտություն եւ իմաստասիրություն, սակայն դա քիչ պտուղ տվեց։ Ուստի նա որոշեց Կորինթոսում աշխատանքի այլ ծրագրի հետևել, ինչպես գրում է Էլենա Ուայթը գործ առաքելուց իր գրքում, ձգտելով գրավել անտարբերների ու անհոգների ուշադրությունը։ Նա մտադրվեց խուսափել բարդ փաստարկներից ու քննարկումներից եւ կորինթացիների մեջ չիմանալ մի ուրիշ բան, բաց Հիսուս Քրիստոսից խաչվածից։ Ինչու, որտեղ նա հասկացավ, որ այդ փաստարկները շատ քիչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Հիսուսի արյան շնորհիվ է, որ խաչի ուժն է, որ տպավորություն է թողնում մարդու վրա, եւ Սուրբ Հոգին է, որ դրդում է մարդուն ուսումնելու ճշմարտությունը։ Սա է դարձի գալու հիմնական միջոցը։ Եվ դա Պողոսը հասկացավ Աթենքում, երբ որ տեսավ, որ իր փիլիսոփայությունները եւ այլն շատ օգուտ չբերեց։ Մարդկային հիմարությունը Աստծո իմաստությանը հակադրելով, Պողոսը հայտարարում է, որ խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է։ Սա առաջինն է հիմարության կամ հիմար լինելու վերաբերյալ 6 հիշատակումներից, որոնք հանդիպում են Ա Կորինթացիս առաջին գլխի 18-31 համարներում։ Հիմարություն բառը, որն օգտագործված է Ա Կորինթացիս 1:18-ում, հունարեն մորիա բառն է։ Այս բառը նոր կտակարանում հանդիպում է ընդամենը 5 անգամ եւ բոլորն էլ կորինթացիներում։ Այսինքն առաջին Կորինթացիս նամակում։ Այս եւ նույն արմատից ծերող այլ բառեր նոր կտակարանում հանդիպում են բազմաթիվ անգամներ եւ դրանց կեսը Պողոսի օրենքներում են։ Այս բառից առաջացած նոր կտակարանում արկա կիրառությունների մեծ մասը գտնվում է Ա Կորինթացիս նամակում։ Այն հիմարությունը, շակերտների մեջ հիմարությունը, որի մասին Պողոսը խոսում է առաջին գլխի Ա Կորինթացիս առաջին գլխի 8-23 հատվածներում, այնքան կապված չէ մտավոր
անբարբարության հետ։ Այստեղ Պողոսը չի խոսում մտավոր անբարբարության մասին, որքան անբարոյական վարքի ու մտածելակերպի, հոգևոր զանազանման բացակայության և նույնիսկ Աստծո դեմ խռովության հետ։ Սա բացատրում է այն, թե ինչու է նա այդքան շատ խոսում այս թեմայի շուրջ Ա Կորինթացին ուղված նամակի ողջ ընթացքում։ Մտածենք այս քաղաքում Պողոսի իրավիճակի մասին։ Նա գալիս է մի վայր, որը հպարտանում է իր այսպես կոչված գիտելիքներով, իմաստությամբ, մշակութային բարձր զարգացվածությամբ։ Եվ այս համատեքստում նա խոսում է մի գալիլեացի հրեայի Նազովրեցի Հիսուսի մասին, ով խաչվել էր հռոմեացիների կողմից, իսկ հետո հարություն առել մեռելներից։ Եվ այդ ամենը ոչ միայն նրանց, այլև ողջ աշխարհի մեղքերի համար վճարելու նպատակով։ Միթե այս մարդը լուրջ է խոսում։ Ում է նա փորձում մոլորեցնել։ Այսինքն այսպես մտածում էին կորինթացիները։ Սա նաև ինչ-որ խոր նոր իմաստասիրական հայեցակարգ չէր, որը հնարավոր լիներ մանրակրկիտ ուսումնասիրել ու վերլուծել իմաստասիրական գործիքներով։ Սա թվում էր խելագարություն, անհետեթություն։ Մի բան, որը որևէ խելացի ու կրթված կորինթացի չէր կարող լուրջ ընդունել։ Եվ որքան էլ Պողոսի պատգամը հեթանոսների համար հնչում էր որպես հիմարություն, շատ հրեաների համար խաչի պատգամը էլ ավելի վատ էր հնչում։ Որ հրեան էր սպասում մի օծյալի, որը պետք է մահապատժի ենթարկվեր Հռոմի կողմից։ Իրենց կարծիքով, հրեաների կարծիքով, օծյալը պետք է տապալեր հռոմեացիներին, այլ ոչ թե թույլ տար իրենց խաչել իրեն։ Այսպիսով հենց սկզբից Պողոսը Կորինթոսում բազմաթիվ խոչընդոտների բախվեց։ Եվ այնուամենայնիվ, չնայած այս ամենին հրեաներից թե հեթանոսներից շատ հոգիներ շահվեցին ավետարանի համար։ Որն է այստեղ պատգամը։ Ինչպիսի դիմադրության էլ որ հանդիպենք, Աստված ունի մարդիկ, որ բաց են լսելու ճշմարտությունը։ Ինչպես ասացինք անցած անգամ, Պողոսը այդ ամենը տեսնելով նա ուզում է ժարժարվել եւ գնալ Կորինթոսից, բայց Աստված ասաց չէ, պիտի մնաս, ես այստեղ շատ մարդիկ ունեմ եւ Պողոսը լսեց իրեն։ Ուրեմն, ինչպիսի դիմադրության էլ որ հանդիպենք, Աստված ունի մարդիկ, որ բաց են լսելու ճշմարտությունը։ Մենք պետք է պատրաստ լինենք օգտագործվելու նրանց կողմից հասնելու այդ մարդկանց, որտեղ էլ նրանք լինեն, նույնիսկ այնպիսի վայրերում, որոնք այսօր նույնքան վատն են կամ նույնիսկ ավելի վատ, քան Կորինթոսն էր։ Այսինքն Պողոսը չէր մտածում իր փառքի համար, իր անվան համար։ Այո, շատերը ասում են, որ նա հիմար է, ինչ որ հեքիաթներ է պատմում, եւ այլն եւ այլն։ Բայց հանուն են մարդկանց, ովքեր բաց էին ճշմարտությունը լսելու։ Պողոսը տարավ այդ բոլոր փնովումները, որպեսզի միայն քարոզի եւ այդ խոսքի հնարություն տա նրանց, ովքեր բաց սիրտ ունեն, իհարկե ինքը չէր ճանաչում այդ մարդկանց, չգիտեր ում սիրտն է բաց, ումն է փակ, Աստված միայն գիտի եւ դրա համար Պողոսը քարոզում էր եւ Աստված էր բերում էր ապաշխարության։ Ուրեմն արդյոք մենք պատրաստ ենք Պողոսի պես դիմանալու որևիցե խայտարակության կամ որևիցե այլ բանի։ Միայն նույն խաչը մեկի համար հիմարություն է, մեկի համար զորություն է։ Ուրեմն այս պատգամը այնքան պարզ է, որ անհնար է չհասկանալ էությունը։ Այն, թե ինչ է նշանակում խաչը, կախված է նրանից, թե ինչպես է մարդը նայում դրան։ Այն հիմարություն է Աստծո դեմ ըմբոստացողների համար, բայց զորություն է նրանց համար, ովքեր փափագում են նրա փրկությանը։ Կողասացիներ 1:20 Որտեղ աստվածության լրիվ ամբողջությունը նրա մեջ հաճեց բնակվել։ Եվ նաև Ա Պետրոս 2:24
Նա, որ նախատվելով փոխարենը չնախատեց, չարչարվելով չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին, որը եւ օրինակ է մեզ համար։ Ինչպես արդեն տեսանք, ավետարանը քարոզելիս մարդ պետք է խուսափի, ինչպես Պողոս Առաքյալն է գրում Ա Կորինթացիս 1:17-ում, ավետարանը քարոզելու ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։ Դեպի փրկություն տանում է միայն մի բան՝ Քրիստոսի զոհը, Քրիստոսի խաչը, եւ եթե մենք ամաչում ենք այդ խաչի մասին քարոզել, մեր քարոզը մարդկանց դարձի չի բերի։ Կարող է մարդիկ հիանան ձեր զարգացվածությամբ, սիրուն խոսքերով, բայց արդյոք դարձի կգա, կապաշխարեն, կփրկվեն։ Արդյոք այդ խոսքերը, այդ սիրուն խոսքերը, դա չի նշանակում, որ սիրուն խոսքեր չպիտի օգտագործեն։ Սիրուն խոսքեր, որոնք կապ չունեն խաչի հետ, ճշմարտության հետ, եւ այդ սիրուն խոսքերով չէ, որ մարդը դարձի է գալիս, այլ բուն ճշմարտության, որ դու քարոզում ես։ Միթե Հովհաննես Մկրտիչը սիրուն խոսքեր օգտագործում, ասում էր ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Միթե մարդկանց գլուխները շոյում էր իր քարոզներով, ոչ։ Նա ասում էր այնպիսի բաներ, որ պետք է արմատական փոփոխություն առաջացնեին մարդկանց մեջ։ Ուրեմն այս համարի Ա Կորինթացիս 1:17-ի լույսի ներքո ավելի հեշտ է հասկանալ, թե ինչու է հիմարության հակադիր Աստծո զորությունը եւ ոչ թե մարդկային իմաստությունը։ Խաչը, որն այնքան հակասական է մարդկանց իմաստության համար, բացահայտում է, թե իրականում որքան հիմար է մարդկային իմաստությունը։ Այսօր վերին էլիտան մեծ թշնամություն է, մեծ ըմբոսություն է հայտարարել Աստծո դեմ։ Եվ ամեն ինչ անում են, որ ոչնչացնեն բնությունը, ոչնչացնեն բնական ուտելիքը, ոչնչացնեն այն, ինչ որ Աստված ստեղծել է մեզ վայելելու համար։ Նույնիսկ արհեստական արգաններ է ստեղծում, որ երեխաները այդտեղ մեծանան, որ կանայք հանկարծ ծանրություն չքաշեն։ Եվ իրենց համար դա կարծես իմաստություն է, ամեն օր նայում ես այդ նորությունները, վայ, չինացիներս ինչ են հորինել, վայ, ճապոնացիները արդեն էս ինչ բան են անում։ Եթե օգուտ է մարդուն օքեյ, բայց եթե վնաս է, եթե վնասում է ամեն բնականին, որ ստեղծել Աստված, դա ամբողջություն է Աստծո դեմ։ Աստված չասեց ռոբոտ ստեղծեք, թող այդ ռոբոտները իրանց փորի մեջ, այսինքն ռոբոտը փորել չունի, մենակ փորա տեղ, թող զարգանան այդ երեխեքը, ոչ, Աստված ասեց կինը պիտի հղիանա, եւ կինը պիտի իր երեխային կրի, եւ կինը պիտի ծնի ցավերի մեջ, եւ կինը պիտի դասիրակի, խնամի, դասիրակի իր երեխային, եւ այն ինչ որ այսօր կատարվում է, total ամբողջություն է Աստծո դեմ։ Եվ միթե դա բերում է լավ բանի, ոչ։ Այսօր այդ AI կենտրոնները որ կա, որոնք վնասում են ջրին, վնասում են բնությանը, մեծ աղմուկ են առաջացնում եւ մարդիկ շուրջը անդադ աղմուկի տակ են ապրում, այսինքն ամբողջ վնասակարություն է եւ ինչի համար, որ որոշ մարդիկ այդ օգտագործելով դա ինչ որ վիդեոներ ստեղծելով ավելի հեշտ ձևով մարդը միշտ վազում է հեշտության, բայց ինչքան վազում են հեշտության, այնքան ավելի է բարդանում վիճակը։ Այսօր ինչքան արհեստական ուտելիքներ են ստեղծում,
ուղղակի խայտառակություն է։ Ինչի համար։ Եվ դա քողարկում են, որ բնա պահպանման համար է դա։ Դա ընդհանրապես մարդուն շուտ կյանքից զրկելու համար է այդքան բան։ Եվ միթե դա հիմարություն չի, այսինքն այդ մարդիկ մտածում են, որ իրանք իմաստուն են, բայց իրականում նրանք հիմար են, որովհետև այն ինչից որ Աստված ստեղծել է, որ մենք օգտվենք վայելենք, նրանք ոչնչացնում են դա, ոչնչացնում են մաքուր օդը, ոչնչացնում են մաքուր ջուրը, նույնիսկ ինքը ջուրն են ոչնչացնում, ոչնչացնում են անտառները, ոչնչացնում են ամեն կենսական բան, որ պետք է մարդու համար ապրել։ Ուրեմն, ովքեր կործանում են իրենց, հունարեն ապոլյումի, ուրեմն հունարեն բնագիրը հուշում է, որ օրուսյալները քաղում են իրենց իսկ գործողությունների արդյունքը։ Համարը կարող է ընթերցվել այսպես, քանի որ խաչի պատգամը հիմարություն է նրանց համար, ովքեր կործանում են իրենց։ Հունարեն ապոլիմի կորչել, կորստյան մատնվել, բայը կարող է նշանակել նաև ոչնչացնել։ Իրականում ակորնթացիներ 1:19-ում ապոլիմի թարգմանված է որպես անհետացնել, մարդիկ անհետացնում են իրենց, ինքնաոչնչացմամբ են զբաղված։ Ինչ է տեղի ունենում այստեղ, Պողոսը 18-րդ համարում արված իր հայտարարության համար, այս կորուսյալ մարդկանց առումով որպես աստվածաշնչյան հիմք, 19-րդ համարում մեջբերում է Աստծո խոսքերը Եսայի 29:14-ից։ Դրա համար ես պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը եւ արհամարեմ խորհրդականների խորհուրդները։ 19-րդ համարում Աստված ինքն է կանած կործանման հետևում, ինչը թվում է հակասում է քիչ առաջ հիշատակված ինքնավոչացնող հպարտությանը։ Այնուամենայնիվ այստեղ հակասություն չկա, միտքն այն է, որ Աստված կկործանի այն, ինչն ի սկզբանե արդեն իսկ կործանում է ինքն իրեն։ Այսինքն ուղղակի գալիս է մի պահ, որ Աստված ասում է օքեյ, քանի որ ազատ ընտրություն է տվել, մարդը զբաղված է ինքնավոչացմամբ, եւ Աստված ասում է լավ, քո ընտրությունն է, ուզում ես ինքնավոչացնել, ես չեմ ստիպի քեզ փրկվել, այլ մի այլ տեղ Աստված ասում է ծածուկ տեղը կլացեմ քեզ համար։ Աստված մեր ոչացումից չի ուրախանում, նա լացում է։ Եվ ուղղակի արդեն իր ձեռքը քաշում է, որտեղ մենք չենք ուզում դա։ Ինչպես շատ անգամ ասել ենք ծնողների եւ երեխաների հարաբերությունները։ Ծնողները շատ դեռահասներ չեն հասկանում, որ ծնողը ավելի շատ բան գիտի, իր ավելի շատ բան է հասկանում այս կյանքի մասին, քան թե ինքը, եւ ուզում է իրեն փրկել վտանգներից։ Իրենք ընդունում են իրենց ծնողների խոսքերը որպես իրենց ազատության սահմանափակում, ինչպես որ մարդիկ են ընդունում Աստծո օրենքը որպես իրենց ազատության սահմանափակում։ Բայց ի վերջո արհամարելով Աստծո օրենքը իրանք ինքնավոչացվում են։ Ուրեմն ի հակադրություն կործանվողների, բայց մեզ փրկվածներից համար արտահայտությունը մատնանշում է, որ փրկությունը գալիս է միայն Աստծուց։ Փրկվածներից գրավորական ձևն է օգտագործում։ Պողոսն ասում է, որ մենք փրկվում ենք, այսինքն մենք ինքներս չենք փրկում մեզ, մենք փրկվում ենք գրավորական ձևը։ Մենք իհարկե չենք կարող դա անել, մենք չենք կարող մեզ փրկել։ Մեր փրկությունն ունի արտաքին աղբյուր։ Մինչ կործանման պատճառն ինքներս ենք, փրկությունը կարող է միայն շնորհվել որպես ողորմածության պարգև մեղավորներին, ինչպես հստակ երևում է։ Այսինքն Աստված մեր ոչնչացման հեղինակը չէ, նա միայն մեր փրկության հեղինակն է։ Մեր ոչնչացման հեղինակը մենք ենք, որտեղ սխալ ընտրություն ենք անում, որտեղ սատանային ենք ընտրում Աստծո փոխարեն։ Ընտրում ենք հետևել սատանայի, այսպես կոչված օրենքին, ոչ թե Աստծո օրենքին։
Այսինքն սատանայի անօրինությանը, ոչ թե օրենքին։ Ինչպես հստակ երևում է, Ակորինթացիս 1:21-ում Աստված է փրկում նրանց, ովքեր հավատում են։ Հիմարությունը այս իմաստով Աստծո կողմից Քրիստոսի խաչի միջոցով մարդկության առաջարկվածը մերժելու գործողությունն է, որով մարդն ինքն է իր վրա բերում կործանումը։ Հռոմեացիս 6:23, որտեղ մեղքի հատուցումը մահն է։ Իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պողոսը գրել է, որ շիաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում։ Խաչը, այն գաղափարը, որ Աստված օծյալը կարող է խաչվել, այն նշանը չէր, որին հրեաները սպասում էին։ Դա նաև այն իմաստությունը չէր, որին ցանկանում էին հույները։ Այն հակասում էր բոլորի սպասումներին։ Իրականում բավական է միայն կարդալ, թե ինչպես էին աշակերտներն արձագանքում Հիսուսի խաչվելու գաղափարին, երբ որ Հիսուսը իրենց ուզում էր զգուշացնել եւ ասում էր, որ ինձ պիտի խաչեն, հետո ես պիտի հարություն առնեմ։ Եվ նույնիսկ հիշում եք մի անգամ Պետրոս առաքյալը կանչեց կողք, ասեց. «Վայ, այտենց բաներ մի ասա, Հիսուս ջան, այտենց բան քավ լիցի, որ այտենց բան լինի»։ Եվ Հիսուսը ինչ ասեց, ասեց. «Դետից գնա սատանա»։ Ոչ թե Պետրոսին ասեց, այլ սատանային, որ կանած էր իր եւ Պետրոսի միջև։ Իհարկե սատանան չէր ուզում, որ Հիսուսը խաչվի, որտեղ եթե Հիսուսը չխաչվեր, կհաղթանակեր սատանան։ Նա կապացուցեր, որ Աստված սեր չի։ Ուրեմն, երբ որ կարդում ենք աշակերտների արձագանքները, հասկանում ենք, թե որքան խորթ ու վանող էր այդ ողջ հայեցակարգը, հատկապես հրեաների համար։ Ինչպես նախկինում ասվել է, հրեաներն ակնկալում են, որ օծյալը պետք է հաղթի հռոմեացիներին, եւ դա այն չէր, ինչ տեղի ունեցավ առնվազն ոչ նվաճողի աշխարհային ռազմական իմաստով։ Նրանք ուզում էին ազատվել հռոմեական լծից, դառնալ այսպես կոչված աշխարհի տերը, ինչներ մինչև հիմա փորձում են։ Աշխարհի տերը դառնում են աշխարհին վնասելու համար, այլ ոչ թե օգուտ տալու համար։ Ցավը սա է։ Դարեր շարունակ խաչը քրիստոնյաների համար եղել է հավատքի խորհրդանիշ։ 21-րդ դարի քրիստոնյաների համար դժվար է հասկանալ, թե խաչված Աստծո գաղափարը որքան անմիտ էր առաջին դարի մտածելակերպի համար։ Այնուամենայնիվ միայն այն փաստը, որ սա նման ցնցող պատգամ էր, այն դարձնում է արժանի մեր ամենախորը խորհրդատվությունների համար։ Խաչված օծյալի կերպարը ողջ տիեզերքի համար լիովին հասկանալի է դարձնում, թե որքան հեռու էր պատրաստ գնալ Աստված փրկագնման ծրագիրը իրագործելու համար։ Այդ խաչը ցույց է տալիս ոչ թե Աստծո թուլությունը կամ Քրիստոսի թուլությունը, այլ Աստծո ուժը, Աստծո սիրո գագաթնակետն է ցույց տալի։ Աստված պատրաստ էր մինչև վերջ գնալ եւ ինքը մինչև վերջ գնաց։ Դրա համար էր ուժ պետք։ Թույլ մարդը նա է, որ աջ ու ձախ մեղք է գործում եւ կարծում է ինքը ուժեղ է։ Աջ ու ձախ մարդկանց կործանման է հասցնում եւ կարծում են իրենք ուժեղ են։ Իրանք ուղղակի իրենց մեղքերի գերին են, այդքան բան։ Խաչված օծյալի կերպարը ողջ տիեզերքի համար լիովին հասկանալի է դարձնում, թե որքան հեռու էր պատրաստ գնալ Աստված փրկագնման ծրագիրը իրագործելու համար։ Խաչի գաղափարը ինքնին եւ Տիրոջ մահը խաչի վրա բավականաչափ ապշեցուցիչ են մեր երկրի վրա գտնվող մեղավորներից համար։ Նորից դա ոչ թե շեշտում է Աստծո թուլությունը, այլ շեշտում է Աստծո սերը։ Ուրիշ ոչ մի ձևով Աստված չէր կարող փրկագնել մեզ։ Չկա ուրիշ մի ձև։ Այլ միայն իրան զոհաբերելով կարող էր փրկագնել։
Ա Կորինթացիներ 1 առաջին գլխի 10-20-30-31 հատվածների Պողոս խոսում է այն մասին, թե որքան մեծ է տարբերությունը Աստծո իմաստության եւ մարդկային իմաստության միջեւ, հետեւաբար ինչպես են դրանք փոխադարձաբար անհամատեղելի։ Ուշադրություն դարձնենք, որ Պողոսը չի մերժում իմաստությունն ինքնին, այլ մերժում է մարդկային իմաստության այն տեսակը, որը փորձում է մրցակցել Աստծո հետ։ Իսկ դա ամենամեծ հիմարություն։ Այն մարդը, որ ուզում է մրցակցել Աստծո հետ, ինքնակործանման ճանապարհին է եւ պարտության ճանապարհին իհարկե։ Մարդկային իմաստությունը անկարող է մարդուն ազատել մեղքից։ Միայն Քրիստոսը, Աստծո իմաստությունը կարող է կատարել այդ գործը։ Թե Ա Կորինթացիս 1:18, թե Ա Կորինթացիս 1:24-ը ցույց են տալիս, որ Քրիստոսը Աստծո զորությունն է այն իմաստով, որ նա զորություն ունի մարդկանց իրենց մեղքերից փրկելու։ Իսկապես Աստված հաճեց փրկել հավատացյալներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Մեզ փրկվածներիս համար հավատացողներին, կանչվածներին արտահայտությունները վերաբերում են նույն խմբին, այն է այն մարդկանց, որ հավատքի միջոցով ապրում են փրկության փորձառությունը։ Ավետարանը Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար։ Քրիստոսը ոչ միայն Աստծո զորությունն է, այլև իմաստությունը։ Սա նշանակում է, որ նրա միջոցով Աստված դիմագրավեց ու լուծեց մեղքի հիմնախնդիրը։ Մի խնդիր, որը մարդկային իմաստությունն անզոր էր լուծել։ Այս աշխարհի իմաստությունն ի վիճակի չէ օգնել, որ մարդիկ ճանաչեն Աստծուն, ընդհակառակը, Քրիստոսի միջոցով մենք իմաստուն ենք դառնում փրկության համար։ Բ Տիմոթեոս 3:15 Որտեղ մանկուց գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Եվ կարդալով Ա Կորինթացիս առաջին գլխի 24-29 հատվածը, այսինքն որը մենք արդեն կարդացել ենք, պետք է ուշադրություն դարձնել նաև հիմար կամ հիմարություն եւ տկար կամ տկարություն արտահայտություններին։ Իմաստն այն է, որ մարդկային իմաստությունը կարող է խաչի պատգամը համարել հիմարություն եւ տկարություն, սակայն Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, եւ Աստծո տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ Սա չի նշանակում, թե Աստված տկար է կամ հիմար, այլ պարզապես մի արտահայտություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են Աստծո զորությունն ու իմաստությունը գերազանցում մարդկային ամեն ինչ։ Այսինքն մարդիկ այլ կարծիք ունեն իմաստության վերաբերյալ, Աստված այլ կարծիք ունի իմաստության վերաբերյալ։ Շատ անգամ մարդիկ մարդու իմաստությունը չափում են իր գրպանի պարունակությամբ, այսինքն ինչքան շատ փող ունի, այնքան իմաստուն է։ Այո, դա կարող է լինել խելքի նշան, բայց հարցը նրան է, որ այդ խելքը Աստված է տվել։ Եվ նաև շատ անգամ այդ գրպանի պարունակությունը ոչ թե խելքի նշան է, այլ խղճի բացակայության, որտեղ շատ անգամ մարդիկ անխիղճ ձևով շահագործելով ուրիշ մարդկանց մեծապես հարստանում են։ Այո, եղել է, որ նրանց խելքով են հարստացել, բայց մեծամասը մարդկանց աշխատացնելով իրենց փողը չտալով կամ աշխատացնելով ավելի քիչ փող տալով այդ ձևով են հարստանում։ Մեծագույն profit ունենալով, այսինքն այնքան քիչ են վճարում աշխատողներին, որ իրանց մասը եկամուտի մեծ լինի։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի գործարարքի լոց գրքից H 212-213 Մեր ժամանակներում ապրող բազմաթիվ մարդկանց մտքում Գողգոթայի խաչը շրջապատված է սրբազան հիշողություններով։ Սուրբ զուգորդումներ են կապված խաչելության տեսարանների հետ։ Սակայն Պողոսի օրոք խաչին նայում են տհաճության
ու սարսափի զգացումով։ Մեկին, ով մահեր ընդունել խաչի վրա, որպես մարդկության փրկիչ ներկայացնելը բնականաբար պետք է ծաղրանք ու դիմադրություն առաջացներ։ Դրա համար էր Պողոսը գրում, որ մահացավ այն էլ խաչի վրա, այսինքն ամենախայտառակ պատժամիջոցով։ Պողոսը քաջ գիտեր, թե ինչպես կնայեն իր լուրին Կորինթոսի հրեաներն ու հույները։ Իր հրեա ու կնդիրներից շատերը կզարմանային, երբ լսեին այդ լուրը, որ նա պատրաստվում էր հռչակել, իսկ հույներն էլ կգնահատեին նրա խոսքերը որպես հիմարություն։ Նա տկարամիտ մեկը կհամարվեր նրանց աչքում, ով փորձում էր ցույց տալ, որ խաչը կապված է մարդկային ցեղի վսեմացման կամ էլ մարդկության փրկության հետ։ Սա է պատճառը, որ շատ մարդիկ այսօր ամաչում են Քրիստոսի անունը դավանելուց, որտեղ կողքի այսպես կոչեցյալ խելոքները այդ մարդուն տկարամիտ են համարում, որ այդ մարդը հավատում է ինչ-որ հեքիաթների ռեալ կյանքը թողած հեքիաթներին է հավանում, բայց իրականում այս ռեալ կյանքն է, որ հեքիաթ է։ Այսօր կա, վաղը չկա, այսօր շենքը կանած էր, մյուս օրը փլվեց, հավասարվեց հողին, որ մարդը միգուցե ամիսների, միգուցե նույնիսկ տարիների ընթացքում է սարքում, մի վայրկյանում փլուզվում է, դա ինչ է նշանակում, որ դա անցողիկ մի երևույթ է, միրաժի պես մի բան։ Այսինքն այն, ինչ որ շոշափելի էր, մի վայրկյանում դառնում է անշոշափելի ոչնչություն։ Սակայն Պողոսի համար, այսինքն Պողոսի սրտում, Պողոս ասում է ոչ թե արդեն ես եմ ապրում, այլ Հիսուսն է ապրում իմ մեջ, եւ դրանից էր, որ իր սրտում կար այնքան սեր, որ չնայած ինքը գիտեր, որ իրան պիտի համարեն տկարամիջ, չնայած ինքը ամենախելացի մարդկանցից մեկն էր, թե իր կրթությամբ, թե ամեն ինչով, բայց նա կողք դրեց այդ ամբողջ իմաստասիրությունը, ամբողջ ինչ որ լցված էր իր գլխի մեջ, եւ միայն Հիսուսին քարոզեց։ Սակայն Պողոսի համար ինչու Պողոսը համաձայնեց, որ հանուն են մարդկանց, ովքեր լսելով պիտի փրկվեին հանուն այդ մարդկանց։ Արդյոք մենք այդքան սեր ունենք, որ հանուն այդ մարդկանց, ովքեր ում սիրտը պատրաստ է, մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, ում սիրտը պատրաստ է ընդունել ճշմարտությունը, համաձայնվենք համարվել տկարամիտ այն մյուսների կողմից, միայն թե փրկության լուրը տանք մարդկանց, ովքեր հնարավոր է, որ կփրկվեն։ Սակայն Պողոսի համար խաչը գերագույն նշանակություն ուներ։ Այն պահից, երբ առաքյալը դադարեց խաչի ալն ազովրեցու հետևորդներին հալածելուց, նա երբեք չդադարեց փառավորել խաչը։ Այդ ժամանակ նրան տրվել էր Աստծո անսահման սիրո հայտնությունը, որը բացահայտվեց Քրիստոսի մահվան միջոցով։ Հիանալի հեղաշրջում էր կատարվել նրա կյանքում։ Երկնքի կամքին նազանդեցնելով նրա բոլոր ծրագրերն ու նպատակները։ Իր անձնական փորձով նա գիտեր, որ երբ մեղավորը մեկ անգամ տեսնում է հոր սերը, որ երևաց նրա որդու զոհի միջոցով եւ ենթարկվում է աստվածային ազդեցությանը, սիրտը վերափոխվում է։ Եվ այդ պահից Քրիստոսը դառնում է ամեն բան ամեն ինչում։ Սիրտը վերափոխվում է, արժեքները վերափոխվում են, ամբողջ հայեցակարգը վերափոխվում է, մարդու աչքերը բացվում են, հոգևոր կույր լինելուց դադարում են եւ հասկանում են, որ այն, ինչը մինչև հիմա արժեք էր ներկայացնում իր համար, այդ բոլորը ունայնություն է։ Թող Աստված օրհնի մեզ, շնորհակալ ենք իրենց այս դասերի համար։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք զգանք, ընկալենք այն ամեն ինչ, որ զգաց եւ ընկալեց Պողոսը։ Եվ թող Աստված այսօր շատ ավետարանիչների, շատ քարոզիչների հեղաշրջի եւ սարքի ամեն մեկին մի Պողոս առաքյալ, որ առանց վախի
կխոսի Աստծո խաչի Հիսուսի զոհի մասին, առանց վախենալու, որ իրենք կհամարեն տկարամիտ։ Թող Աստված օրհնի մեզ դրանում, եւ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։